Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշում էր, որ ավելի վաղ ձեռքբերած է հիմնավորումը սակագնի իջեցման վերաբերյալ, թույլ են և մանիպուլատիվ։ Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին հաջողանալու համար հոսանքի գինը չպետք է փոխվի, քանի որ հետո կարող է արդեն խնդիրներ առաջանալ։ Սրա վերաբերյալ ինչ կասեք և արդյոք որևէ քաղաքական նպատակադրման համար արժե սակագինը իջեցնել։ Տեսեք, պատասխանեմ ամփոփիչ, նախ սկսենք նախավերջին հատվածից, օրինակ գործադիր իշխանության ղեկավարությունը, եթե հղում կատարեցի կոնկրետ հայտարարությունների, վարչապետն է հայտարարություն արել, ՀԾԿՀ-ն է, դրանք կարծում եմ իրենց բովանդակությամբ ավելի մանիպուլատիվ ու քաղաքական բնույթ ունեն, քան մեր ներկայացված առաջարկը, որովհետև որևէ հստակ հիմնավորում, թե բանաձևերով կամ տնտեսական հաշվարկով, հետո ինչպես կարող է ավելանալ կամ ինչի արդյունքում ինչու է մանիպուլացիան հանդիսանում չի ներկայացնում, զուտ որակումներ են տրվում։ Այս մեր պարագայում առաջինը քաղաքական նպատակահարմարությունը բացառելու համար նշեմ, որ այս գործընթացը մեկնարկել է դեռևս անգամ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը, իսկ դուք գիտեք, որ մեր ձևով շարժման մեկնարկը հենց տրվել է հակաիրավական ու քաղաքական այդ պրոցեսի արդյունքում, որովհետև իրավական գործընթացը ըստ էության բացակայում էր, այսինքն փաստը արձանագրված է, որ մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը եղել է մեր երկրում հստակ գործընթացներ, հեծը բնականon աշխատանք է ունեցել ու հենց այդ ավելացված գումարի արդյունքում իրենք նախապես դիմում էին ներկայացվել, հիմա հակառակ իրավիճակն է առկա ավելի շատ, հստակ մարդիկ, սեփականատերերը առաջարկ են անում այդ գումարը չվատնել և օգտագործել ի օգուտ բնակչության, որովհետև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարին 2 անգամ սակագնային պլանը վերանայելու հնարավորություն ունի։ Ու տեսեք, նաև հակասական հայտարարություններ են անում, ինչու ոչ նաև իրենց կողմից, ժամանակավոր պաշտոնակատարը վերջերս հայտարարություն արեց, որ իրենք եւս սկսել են դիտարկել սակագնի իջեցումը, այնուհետև վարչապետը ասեց, որ դա եթե իջեցնենք, հետո խնդրահարույց կլինի, ինչու ոչ նաև օդից կախված լրահոսում տեղեկատվություններ կա, որ իրենք իրենց հերթին փորձում են գարնանը նախընտրական շրջանում այս գործընթացը մեկնարկել, տարաբնույթ ինֆորմացիաներ կա, բայց մի բանը ակնհայտ է, որ առաջին հերթին դիմաց ձմեռ է, եթե սակագինը հոսանքի իջեցնում է, պետք է ամենանպատակահարմար ժամանակաշրջանը բնակչության համար սա է, որպեսզի դրա արդյունքում քաղաքացիների համար շոշափելի եկամուտներ ու խնայողություններ տեղի ունենան։ Մեկ, երկրորդն էլ լրիվ հակառակ պատկերն է, եթե օբյեկտիվորեն դիտարկում ենք իրավիճակը, քաղաքական նպատակահարմարությունը ու քաղաքական նրբերանգներն ու երանգավորումները գալիս են իշխող ուժի կողմից։ Ես ներողություն խնդրում մի փոքր հավելում պատասխանին։ Տեսեք, մեր կողմից ներկայացրած թվերը, որին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնպես դեմ չէ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշվել։ Կա սպառում բնակչության կողմից 2 միլիարդ կիլովատ եւ կա 6 միլիարդ դրամ գումար խնայված։ 6 միլիարդը եթե բաժանում ենք մենք 2-ի, 3 դրամ տարբերություն անում։ Մեր պահանջը դա է, որ այդ խնայված գումարի հաշվին բնակչության համար սակագինը իջեցվի։ Իսկ մանիպուլյացիան այս դեպքում մեր ուղղությամբ չի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կարելի է դիմել այդ հարցով ու իրենք վստահ եմ կունենան հստակ պատասխան։ Տեխնիկական առումով հարագիրը վերջնական տեսքի բերելու որքան ժամանակ է պահանջվել, որքան ժամանակում պիտի այսպես ստորագրությունները հավաքվի եւ ինչպես դուք նշում եք 6 միլիարդ դրամ խնայողությունը եւ 3 դրամ պիտի իջեցվի սակագինը, իսկ դա որքան վիճակագրական տվյալ կա կամ հաշվարկի